Տարեսկզբի ազգային ավանդական ծիսակարգային եւ հայ առաքելական եկեղեցու տոների Սուրբ Սարգսի, Տիառնոնթ Առաջի եւ Բարեկենդանի հոգեվոր ուղերձներն ու տոնականությունը միավորելով մեկ ընդհանուր ցուցադրական նախագծում նկարիչներ Անահիտ Անանյան Տեմիրճյանն ու Մանան Գարուկյանը Նարեկացի արվեստի միությունում Սիրո տոն խորագրի ներքո ներկայացնում են վերջին տարիների իրենց ստեղծագործությունները։ Երկու տարբեր ստեղծագործական ճանապարհ անցած, բայց նույնական աշխարհընկալումով, արժեհամակարգով եւ հոգեվոր հարազատությամբ միմյանց կապված ստեղծագործողները վերջերս են ձևավորել իրենց միությունը եւ հանդես են գալիս մեկ ընդհանուր ցուցահանդեսով, որի առանցքային գաղափարը սերն է։ Անահիտ Անանյան Տեմիրճյանը, որ մասնագիտությամբ ռեժիսոր է, աշխատել է Հայ ֆիլմ կինոստուդիայում եւ Հանրային հեռուստաընկերությունում, նկարել սկսել է բավականին հասուն տարիքում։ Ամեն ինչ սկսվել է գիշերային մի տեսիլքից եւ արդեն երկար տարիներ շարունակ հոգեվոր թեմաները, նարեկացու ուղերձներն ու հայկական ինքնությունից եկող ոգեղենության լիցքերը նրա գործերի անսպառ թեմաներն են։ Հայաստանը շատ հոգեվոր էներգետիկ դաշտով է օժտված, շատ անսահման։ Ես երկար տարիներ Միացյալ Նահանգներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրել եմ, բայց այնտեղի եւ այստեղի հոգեվոր դաշտը շատ տարբեր են, շատ։ Երբ որ այստեղ մտնում ես անկախ այն բանից, որ սա իմ երկիրն է, ես ավելի ծաղկում եմ։ Ցուցահանդեսի կազմակերպիչ Մանան Գարուկյանը ջութակահար է, երկար տարիներ նվագել է Ազգային ֆիլհարմոնիկում, համերգներով հանդես է եկել Նյու Յորքում, Վաշինգտոնում, Մոնրեալում եւ Տորոնտոյում։ 10 տարի առաջ 2016-ից տարվել է ապակե նկարչությամբ, ինքնատիպ գունապատկերներով նոր բովանդակություն եւ կերպար է տալիս ափսեներին, ծաղկամաններին ու զարդերին։ Նրա ոգեշնչման աղբյուրը հոգեվոր թեմաներն են եւ ազգային պոեզիան։ Հոգեվոր թեմատիկային շատ եմ անդրադարձել, բայց ավելի շատ պոեզիային, նաև մեր հայ պոետների ստեղծագործություններին, իհարկե Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունը ունեմ, որը Արևոտ Անձրևն է այստեղ, եւ Չարենցի Եսի Մանուշյանը Հայաստանին, խաչատրոնական շարք, վինիլ դիսկերով եմ ներկայացել։ Սիրո տոն ցուցահանդեսի առաջնային խնդիրը հայ երիտասարդների գեղագիտական ճաշակի ուղղորդումն է դեպի հայկական ավանդական եւ հոգեվոր տոնացույցի կարևոր ուղերձները։ Նունե Ալեքսանյան, Էդգար Դավթյան, լուրեր։